Ողջույն սիրելի եկեղեցի։ Ինչ լավ է։ Ինչ լավ է, որ այսօր կրկին հավաքվել ենք միասին։ Այսօր առանձնահատուկ օր է բոլորիս համար, քանի որ մեր եկեղեցու տարեդարձն է։ Իսկ գիտեք մենք քանի տարեկան ենք։ 12 առաքյալ, 12 ցեղեր։ Ինչ են հուշում այս բարակապակցությունները։ Պարզ է, ուզում ես հուշել, թե քանի տարեկան է դառնում մեր եկեղեցին։ Իհարկե 12։ Պատկերացնում ես, 12 տարի առաջ սկիզբ դրվեց այս եկեղեցուն, եւ այն դարձավ փրկության վայր շատերիս համար։ Ինչու ոչ, նաեւ լրացրեց հայրենիքի կարոտը։ Իսկապես, որքան մարդիկ ճանաչեցին Հիսուսին, բժշկվեցին, ազատագրվեցին, գտան լավ ընկերներ։ Շատերն էլ ամուսնացան, ինչպես ես եւ դու։ Իրականում ավելի շատ զույգեր են պսակադրվել, որքան երեխաներ են ծնվել, կոտրված սրտեր բժշկվել։ Այդ դեպքում առաջարկում եմ ճամփորդել անցյալ, եւս մի տեսանյութ դիտել այս 12 տարիների ընթացքի մասին։ And don't you be afraid. Joy comes in the morning. Troubles, they don't last always. For there's a friend in Jesus who will wipe your tears away. And if your heart is broken, just lift your hands and say this with us. Oh, I know that I can make it. Hallelujah. I know that I can stand. No matter what may come my way. My life is in your hands. With Jesus I can take it. With him I know I can stand. No matter what may come my way. My life is in your hands. Մի տեսակ հուզվեցի։ Իհարկե, նկարները չեն կարող փոխանցել մեր ողջ պատմությունը, վերապրումները։ Այստեղ նստած յուրաքանչյուրը մի պատմություն է։ Եվ տա Աստված, որ այդ պատմությունները ավելի շատանան։ Գիտես, ակնհայտ է, որ այս 12 տարիների ընթացքում եկեղեցին բավականին աճել է ու տարածվել, բարձրացել են բազմազան ծառայություններ։ Գիտեմ։ Իսկ դու գիտես, որ մենք ունենք նույնիսկ մեծ եղբոր ծառայություն։ Իսկապես։ Այո, եկեղեցու երիտասարդները հավաքվում են եւ սովորում, թե ինչպես լինել փոքրերի համար օրինակելի, ջիգարով, համով, հոտով մեծ եղբայր։ Ախպեր էլի։ Վաու։ Կարելի է լավ հարևանի ծառայություն էլ բացել։ Լավ, կատակամ մի կողմ։ Մեր 12-ամյա եկեղեցում գիտես որքան ծառայություն է գործում։ Անկեղծ ասած ոչ։ 12-ը շրջի։ 21։ Այո, շուրջ 21 ծառայություն եւ 12 եկեղեցիներ Ռուսաստանի Դաշնությունում։ Բայց այս ամենը առանց ձեր ներդրման եւ հավատարմության հնարավոր չէր լինի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Անշուշտ։ Իսկ դու երբևիցե տեսել ես բոլոր ծառայողներին միասին։ Անկեղծ ասած ոչ։ Կարծում եմ այսօր հենց այդ օրն է, որպեսզի տեսնենք, թե ինչպիսի անձնուրաց թիմ է կանգնած կուլիսների ետևում։ Դե որ այդպես է, կարող ես կռահել, որ ծառայության մասին է խոսքը։ Ոստիկան են թե հսկիչ, սուպերգերոյ թե կտրիչ,
ուղիղ շարված ինչպես կանոն եւ կոչվում են Կարգ ու կանոն։ Կարգ ու կանոնի սիրելի ծառայողներ, հրավիրում ենք ձեզ բեմ։ Սպառաշեն։ Անցեք, տեղավորվեք։ Մի հարց։ Ես լսել եմ, որ հովիվը ուրիշ երկրներ գնալիս ինքնաթիռ է վարձում, որ իր կարգ ու կանոնի թմով գնա։ Դա ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Ասեմ ավելին, Boeing է վարձում։ Սիրելիներս, առաջարկում եմ հրավիրել բեմ հաջորդ ծառայությանը։ Դե ասա, ում մասն է խոսքը։ Այս ձեռքերը, շատ ձեռքերը։ Ինչեր ասես, որ չեն արի այս ձեռքերը։ Սուրճով, թեյով, ապահովել, քաղցրավենիք մեզ բաժանել, մեր նազ ու տուզը տանելով, միշտ ժպտալով։ Դե իհարկե, հյուրասիրության ծառայություն, հրավիրում ենք ձեզ բեմ։ Ինչ սիրուն եք։ Էդուարդ, հարց ունես հյուրասիրության թիմին։ Բաղարանց հարցի։ Կասեք, հետ եղել է, որ ինչ-որ մեկը վերջում հաշիվ փակի։ Չլսեցի։ Ինչ-որ մեկը հետ եղել է, որ վերջում հաշիվ փակի։ Հա, ինչի՞ չի։ Լավ, դե մի հարց էլ ես քեզ տամ։ Արդյոք ովքեր են, ինչ կտրիչներ են, հենց մարդ են տեսնում, թակարդ են դնում ու մեծ որս բռնում։ Եկեք բոլորս միասին ասենք. Ուրկան։ Հրավիրում ենք ուրկանին։ Սպասում ենք, եկեք։ Մի հարց։ Երբևից է տուգանվել եք արգելված վայրում ուրկան գցելու համար։ Ոչ, միայն նախատեսված վայրում։ Ինչ ես կարծում։ Որ ծառայողներն են վերջում դուրս գալիս գզգզված մազերով, պատառոտված շորերով, արձակուրդ գնալու ցանկությունով, բայց էլի ժպիտով։ Հաստատ մանկականի ծառայողներն են։ Նայեք այս երջանիկ ժպիտներին։ Կարծես իրենց երեխաներից արձակուրդ վերցրած լինեն։ Մանկականի ծառայողներ, հրավիրում ենք ձեզ բեմ։ Անցեք կանգնեք, այն կողմ կարող եք կանգնել։ Հարց մանկականին։ Եղել է, որ ծնողը երեխային մոռանա ու երջանիկ գնա տուն։
Մենք երջանիկ չենք եղել, բայց եղել է։ Ամեն։ Գներեք։ Անցնենք հաջորդին։ Թմբկահարը թմբուկ զարկի, սրինքները թող փչեն, սոխակները բեմ բարձրանան, ձեր ծափերը թող հնչեն։ Իհարկե, փառաբանության թիմ։ Եկեք, դուք սովորեք բեմին։ Անցեք ընկով։ Գներեք, ձեզ մի հարց տամ, էլի։ Ձեր թիմերին հարսանիքներ հրավիրում են։ Հրավիրում են, պրոստը սեղան չեն դնում։ Մեր ցանկը դեռ շարունակվում է սիրելիներս, բայց արդեն մենք կարող ենք տեսնել մի մեծ բանակ։ Երկրի վրա ամեն բանին պատասխանում են արծաթն ու ոսկին։ Որպեսզի դա կազմակերպել, հատուկ թիմ ենք հավաքել։ Ժողովուրդ, ում մասին է խոսքը։ Ֆինանսական թիմ։ Հրավիրում ենք ձեզ բեմ։ Կարծում եմ, բոլորն էլ կուզենային հարցնել այս թիմին, բայց ես կտամ։ Վերջում, որ դույլերով դուրս եք գալիս, ուր եք գնում։ Էդուարդ, սցենարով տենց հարց չկա։ Բայ, գներեք։ Ավելի լավ է ես շարունակեմ։ Ինչ ես կարծում, որ ծառայողներին կարող են գիշերվա 3-ին զանգեն, ասեն. ճնշում ունեմ, կաղոթեք։ Մի տեսակ հարցակման տակ եմ, կաղոթեք, կամ մի հատ հայտնության գիրքը ինձ կբացատրեք։ Իհարկե, մեր տնային խմբակի անփոխարինելի ավակները, թե on-line, թե off-line։ Հրավիրում ենք ձեզ բեմ։ Մի հարց տամ, էլի։ Ձեր կոնսուլտացիաները վճարով են։ Էդուարդ, լավ էլի։ Ուզում եմ հրավիրել բեմ մի ծառայության, առանց որի մեզ ոչ ոք չէր ճանաչի ու չէր դիտի։ Աշխարհով մեկ հայտնի ենք դարձել նաև իրենց ծառայության շնորհիվ։ Միշտ պատրաստ, անznուրած մեր սիրելի մեդիա թիմ։ Հրավիրում ենք մեդիային։ Ժողովուրդ, կարող եք աստիճաններին էլ կանգնեք։ Մի հարց ունեմ։ Շատ վատ եք զգում, որ ցուցադրելու ողջ աշխատանքը դուք եք անում, բայց դուք ոչ միտեղ չեք երևում։ Այդ դուք կպատասխանեք։ Կրկնի ախպեր։ Լավ, հասկացանք։ Շնորհակալություն ձեր ծառայության համար։ Սիրելիներս, գիտեք, ամիսը մեկ անգամ մենք ունենում ենք հաղորդություն։ Այսօր էլ ենք ունենալու։ Մարդիկ գալիս են, վերցնում հացն ու գինին, հաղորդակից լինում Քրիստոսին։ Բայց ոչ բոլորը գիտեն, որ թիկունքում նախապես մի մեծ աշխատանք է կատարվում։ Աղոթքով, միաբանությամբ ու կարևորը սիրով։ Սիրելի հաղորդության թիմ, հրավիրում ենք ձեզ այստեղ։ Նելի, դու գիտեիր,
որ մեր եկեղեցում մի շատ տարօրինակ ծառայություն կա։ Ինչ ծառայություն։ Կամաց, կարտանան։ Հենց քնում են բոլոր ծառայությունները, սկսում են նրանց տեսիլքները։ Ապագա մեկնաբանող, արթուն թիմ, երազ տեսնող։ Իրոք, տարօրինակ է, չէ՞ որ բոլորն էլ երազներ տեսնում են։ Իրանք հատուկ են տեսնում, դու չգիտես։ Հիմա կկանչենք եւ կիմանանք ողջ գաղտնիքը։ Երազների թիմ հրավիրում ենք ձեզ բեմ։ Կարող եք խտանալ։ Մի հարց ունենք։ Կներեք, ձեզ գունավոր երազներն են հեշտ մեկնաբանել, թե անգույն։ Տարբեր երազներն է կարելի է մեկնաբանել։ Շնորհակալություն։ Էլի, կարևորը չմոռանանք մեր կոդավորված ծառայության մասին։ Դա որն է։ Մամուլում ավետեցին գարունքի մկրտությունը։ Ինչ։ Ասում եմ, մամուլում ավետեցին գարունքի մկրտությունը։ Հասկացա։ Մանվել, ավետ, գարիկ, մկրտիչ։ Մեր սիրելի երեցները հրավիրում ենք ձեզ։ Մի հարց տամ, էլի, կներեք։ Ձեր մեջի Դարտանյանով, Էդուարդ լավ էլի։ Կներեք։ Գիտես, բայց այնպեսի տպավորություն է, ոնց որ մեկին մոռացել ենք։ Չենք մոռացել, էլի ջան։ Ամեն բան արդեն գրված է։ Ամեն անգամ տոն օրերին ուրախացնում են մեր սրտերը։ Սրամիտ են ու ճկուն, կրեատիվի անդամները։ Դե իհարկե, առանց իրենց այս միջոցառումն էլ չէր լինի։ Այսօր իրենք են որոշել մենք ինչ պիտի ասենք։ Կրեատիվի ծառայություն, հրավիրում ենք ձեզ բեմ։ Իրականում Աննաքուրն էլ է կրեատիվից, բայց ինձ մոտ գրված է, որ ինքը հիմա դեռ բեմ չի բարձրանալու։ Իսկ իմ սցենարում գրված է, որ բացի բոլոր այս ծառայությունները, ունենք նաև ոչ թիմային ծառայություններ, որոնք զբաղվում են պսակադրությամբ, մաքրությամբ, անվտանգությամբ, թարգմանչությամբ, որսորդությամբ, ադմինիստրատիվ ծառայությամբ, կազմակերպությամբ։ Եթե դու ծառայող ես եւ դեռ չես եկել այստեղ, մենք բոլորիդ հրավիրում ենք բեմ։ Եկեք սիրելիներ, Սպասում ենք բոլորիդ։ Սիրելի հովիվներ, ձեր կանանց հետ դուք էլ համեցեք։ Հրավիրում ենք բոլորիդ։ Համեցեք, սիրելի հովիվներ։ Առաջի շարք, հրավիրում ենք ձեզ բեմ։ Եկեք ձեզ էլ ենք սպասում, մենք բոլորին սպասում ենք այսօր, ովքեր որ ծառայում են։ Սիրելիներս, ինչքան շատ ենք։ Իրականում այս ամենը մեր Աստված իրականացրել է մի շատ գեղեցիկ զույգի շնորհիվ, ովքեր 12 տարի առաջ Աստծո կանչին ասացին այո եւ տեղափոխվեցին Մոսկվա։ Մեր շատ սիրելի հովիվ գոր Աննաքուր, հրավիրում ենք ձեզ դեմ։ Ուրանջան։ Հա, ուր ես վերցնեմ։ Ուզում ես նկարվի նոր։ Բայց նկարող չկա, մեր ցակ նկարողները ստեղ են։ Լյուբ ջան արդեն եկել եք։ Փառք Տիրոջը։ Մի հատ նկարվենք սենց, հա։ Աստված օրհնի ձեզ։ Սիրելիներս, Փառք Աստծուն։ Սիրելիներս, բոլորիդ շատ շնորհակալություն։ Իհարկե ոչ միայն ձեզ, ովքեր որ չեն ծառայում, մենք ձեզ էլ բոլորիդ շատ սիրում ենք, դուք էլ մեր հետ բոլորս իրար հետ այս ամեն ինչին հասել ենք, սիրելիներս։
Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Շատ շնորհակալություն, որ դու այսօր այստեղ ես։ Մենք իրար հետ մի բան ենք անում, Աստծո գործը սիրելիս, հա։ Դրա մեջ չկա մեծ, փոքր, բոլորս իրար հետ անում ենք մի գործ։ Ամեն մեկս մեր բաժնով։ Իհարկե, եթե դու ուզում ես ծառայել, մեր մոտ ծառայելու խնդիր չկա, դու տեսնում ես։ Ես մի հարց եմ ուզում տամ մեր ծառայողներին, այս ձեր սցենարի մեջ չկա ոչինչ, հարցն է, միամիտ sense։ Ես կխնդրեմ ձեր բարձրացնեն այն մարդիկ այս բոլորից, ովքեր որ ստեղ մեր եկեղեցում են ապաշխարե։ Խնդրեմ ձեր բարձրացնեք։ Ձեզանից այն մարդիկ, ովքեր որ մեր մոտ են ապաշխարե, այստեղ մեր եկեղեցում, այսինքն դուք անցել եք ծառայության մեր եկեղեցում, ստեղ ընդունել եք Հիսուսին, ստեղ ծառայել եք։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներս, օրհնի բոլորիդ։ Ինձ մեկ-մեկ ասում են, ձեր եկեղեցու ծառայողներ ուրիշ տեղից են գալիս, հեսա նայեք։ Որտեղից են եկել այս մարդիկ։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի ամեն մեկից, սիրելիներս։ Դուք չեք պատկերացնում, մենք ինչքան շնորհակալ ենք բոլորից այդ 12 տարիների համար։ Եվ ձեզանից բոլորից, սիրելիներս, Տերը օրհնի ամեն մեկիդ, դուք բոլորդ հրաշք եք։ Մեր հովիվ Արտուրին էլ միացրեցին մեր ծառայողների մեջ, ինքը մեր եղբայր եկեղեցու հովիվն է, ուղղակի ձեռի հետ նկարվում են կնոջ հետ մեր հետ շատ լավ։ Տերը օրհնի շատ։ Աստված օրհնի շատ անջան։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ։ Ան հիմա սցենարով պետք է ասեմ տեղավորվենք, հա։ Մաս սցենարով դու մի հատ շատ կարևոր բան ես խնդրում, որպեսզի բերեն դահլիճ։ Բացի ինչ ա դա։ Վայ, ես գիտեի հետո էր, հա, դուք գիտեք, որ մենք յուղ ենք օրհնում, սիրելիներս, չէ։ Դրա համար այսօր այսքան մարդ բեմի վրա ես կթողեմ գնան առանց գործ անելու, հա։ Հիմա դուք էլ, մենք էլ, ես խնդրում եմ ոտքի կանգնես։ Մենք բերելու ենք յուղերը, օրհնենք, ծառայության վերջում ամեն մեկը իր ֆլակոնը վերցնում է, գնում է մարդկանց համար աղոթելու, որ բժշկվեն, ազատվեն, օրհնվեն, հա։ Ամեն մեկը քո բաժին գործը անելու ես։ Չվերցնես տանես տունը դնես, ասես ես էլ ունեմ։ Մենք հիմա օրհնելու ենք, որ դա լինի օծման յուղ, որ երբ որ դու կսես, հրճակես, Աստված իր գործը անի։ Ամեն, փառք Տիրոջը, ես կխնդրեմ մեր կարող կանոնելի անցավ ծառայության, կխնդրեմ գաք։ Մենք բոլորս կպարզենք մեր ձեռքերը, կօրհնենք այս յուղերը։ Այսպես խնդրում եմ կա այստեղ եկեք, այստեղ կանգնեք, այսպես դեմքով դեպի այնտեղ, այսպես դուք էլ ֆրացեք, այսպես հա։ Իրար կողք չեն, հենց արեք մեկը տեսկոմ, խնդրեմ, ըհը։ Արի, այդ ջան, դու էլ արի ստեղ, ահա, այսպես։ Սենց կանգնեք, մենք հիմա բոլոր ձեռքերներս կպարզենք ու կօրհնենք։ Դուք այս կողմից սիրելիներս, դուք էլ այս կողմից, լավ։ Երկնային Արքա, մենք գոհանում ենք քեզանից ամեն ինչի համար, որ դու անում ես։ Շնորհակալություն քեզ այս տարիների համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո ձեռքը չի կարճացել, որ քո ձեռքը գործում է, դու ամեն անգամ ապացուցում ես, որ դու ես կենթանի ճշմարիտ հավատարիմ Աստված։ Տեր, մենք քո առաջ ենք բերում ես յուղերը ու խնդրում ենք քո երկնային օրհնությունը իջացնես այս յուղերի վրա։ Մենք խնդրում ենք, Տեր, օրհնի ես յուղերը, որ որտեղ որ իրանք քսվեն, այդ տարածքի վրա քո ներկայությունը գա, չարի իշխանությունը հեռանա, խաղաղություն իջնի, միաբանություն իջնի։ Ում վրա որ կքսվեն, ինչ մարդու որ կկպնեն այս յուղերը, թող քո բժշկությունը գա իրանց կյանքերի վրա։ Ազատագրումը կատարյալ նվիրումը գա ամեն մեկի կյանքում, ում որ կկպնի այս յուղը, Տեր։ Թող իջնի իրանց տների վրա խաղաղություն ու միաբանություն։ Թող հեռանա չարի ամեն արմատ, ամեն մարդու ու ամեն մարդու ընտանիքից, ում կկպնի այս յուղի անգամ մի կաթիլը։ Մենք հիմա քո առաջ ենք բերում տեսես ամենը ու երկնքի երկրի առաջ օրհնում ենք այս բոլոր յուղերը, օրհնում ենք այն բոլոր յուղերը, որ մարդիկ դերել են իրանց հերոստացույցների առաջ հիմա, կապ չունի երբեք նայեմ այս հաղորդումը, այս ծառայությունը։ Մենք օրհնում ենք այս ամեն յուղը, ամեն մի յուղը, որ ստեղ կա, ամեն մի կաթիլը երկնքի առաջ բերում ենք ու հենց հիմա Հիսուսի զորավոր անունով հռչակում ենք որպես սուրբ օծման յուղ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն, Տեր օրհնի այս ամենը, թող օրհնված լինի եւ մենք սպասում ենք մեծ հրաշքների Հիսուսի զորավոր անունով։ Մեծ վկայություններ, մեծ հրաշքներ։ Տեր օրհնի ձեզ, շնորհակալություն, դուք էլ կարող եք նստել ձեր տեղերը, շնորհակալություն բոլորից հետ։ Աստված օրհնի ամեն մեկիդ։ Փառք Աստծուն, ձեզ էլ շնորհակալություն շատ։ Փառք Տիրոջը։ Մեր եկեղեցում մի տարօրինակ
իրականության մեջ է, լավ ծառօրինակ է, որ մենք նստում ենք մեկ-մեկ ծառայություն ենք հորինում, որ մարդկանց տեղավորենք ծառայության մեջ, որովհետև ուզում են ծառայեն ու տեղ չկա։ Ու դա ամեն տեղ պետք է լինի, սիրելիս, պիտի եկեղեցում ծառայողների խնդիր չլինի։ Մարդիկ պետք է միշտ սրտով լինեն ծառայելու համար։ Միշտ պիտի իրանք վազեն ծառայելու։ Սա շատ կարևոր է։ Սա, գիտես, այնքան բան է, այնքան հարց է լուծում քո կյանքում։ Այն որ սրտով ուզում ես ծառայես։ Աննան քանի ստեղ չի մի հատ գաղտնիք ասեմ, բայց չպատմեք իրան, հա։ Մենք երկուսով ծառայում ենք ֆինանսական թիմի մեջ Երևանում։ Դեռ ուղղակի ծանոթներ էինք։ Գիտեք առաջի բանը ինչ ինձ գրավեց իր մեջ, որ ինքը մի ժամ բոլորից շուտ գալիս էր, որ բոլոր դույլերը ինքը շարի։ Ասացի, չէ, այս աղջիկը պիտի գա մեր տուն։ Հա, այնքան կարևոր է, երբ որ սրտով ծառայում ես, Աստված իր գործը անում է, լավ։ Փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն։ Տեղ կա նստելու։ Եթե երիտասարդները կարան այ աստիճաններին տեղավորվեն, Աստված օրհնի ձեզ։ Դավիթը ասում էր ավելի լավ է եկեղեցու դռան պահակը լինեմ։ Հա, ավելի լավ է Տիրոջ դռները պահեմ։ Նենց որ ավելի լավ է ստեղ լինես, թեկուզ աստիճանների վրա նստած լինես։ Դու կրկնակի կօրհնվեք, սիրելիներս, Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մեր երեխաներին, որ մի քիչ էլ հանեն, դահլիճից արդեն մենք կկարողանանք իրար հետ մի քիչ խոսալ։ Լավ, որ երեխաների ճիչ է լսում դահլիճում, շատ լավ է, սիրելիներս։ Մենք երկար մտածում ենք, բա որ մանկականի ծառայողները գան, ինչ պիտի անենք երեխաների հետ 100-150 երեխա առանց ծառայողի, որովհետև որոշել ենք բոլոր ծառայողները գան բեմ։ Մտածեցինք, որ կարելի է այնտեղ փոքր դահլիճում իրանց ուղակի փակել 15 րոպեով։ Ու մինչև ծառայողները գնան։ Ու գիտեք ինչն է հետաքրքիրը։ Մանկականի ավագը ինքը լավ գիտի, չէ, իր մանուկներին, ասեց իրանք նոր դուռ կբացեն, մի արեք։ Հա, ու զարմանալու չի, իրանք կարան նոր դու բացեն, ես տեղյակ եմ իրանցից, հա։ Բայց փառք Տիրոջը, իրանք մեր ապագան է, իրանք բարձանում են Տիրոջ մեջ, իրանք Տիրոջ մեջ են մեծանում, եւ փառք Աստծուն, վաղ իրանք այսօրվա մեր փառաբանության թիմի մեծ մասը մեր երեկվա մանուկներն են։ Վաղվա փառաբանությունները այսօրվա երեխաներն են, որ այնտեղ վազվզում են ու մի քիչ միգուցե բարձր են խոսում։ Տեր օրհնի քեզ։ Չգիտեմ, ձեզ նայեմ, թե խոսամ, ուզում եմ մի քիչ նայեմ, հիանամ, բայց հետո գնամ տուն հարցը առաջանալու, բայց դու այսօր քարոզ պիտի տայես, չէ՞։ Դրա համար սիրելիներս, մի քիչ կկիսվեմ Աստծո խոսքով, հետո մենք հաղորդություն կունենանք եւ վերջում էլ հյուրասիրություն կունենանք, չշտապես տուն գնաս, այսօր բոլորովս իրար հետ շփվելու ենք, ընկերանալու ենք, ծանոթանալու ենք, եթե ծանոթ չենք, սիրելիս, այնպես որ չշտապես տուն գնաս։ Տեր օրհնի քեզ, հիմա կուզեմ բացեմ Ղուկասի ավետարանը, Ղուկաս 14-րդ գլուխը, Ղուկաս 14-12։ Հիսուսը տեսեք ինչ է ասում։ Եվ իրան կանչողին էլ ասեց, կանչել են իրան հաց ուտելու, իրան կանչողին էլ ասեց, երբ որ ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչի քո բարեկամներին, քո եղբայրներին, եւ ոչ քո ազգականներին, եւ ոչ քո հարուստ հարևաններին, շեշտում է հարուստ հարևաններին։ Միգուցե նրանք էլ փոխարենը կանչեն քեզ եւ հատուցում լինի քեզ։ Հետաքրքիր մի բան ասում, մենք սիրում ենք հատուցում, չէ՞։ Մենք բոլորս էլ սիրում ենք պատասխան ստանալ։ Դու մի բան ես անում, սիրում ես պատասխան ստանաս։ Մեկին լավություն ես անում, ասում ես ինչ անշնորհք էր, մի հատ մերսի չասեր, չզանգեր չասեր մերսի։ Մեկին նվեր ես տալիս, տվեցիր ու տենց էլ չես հասկանում, դուրն եկավ, դուրը չեկավ։ Մի հատ չզանգեց ասեր։ Ինքան լավն էր, իմ սրտով էր։ Կամ զանգեր շնորհակալություն ասեր, նվեր էի ուղարկել։ Մենք սիրում ենք պատասխան ստանանք, էլի, հա։ Ես միշտ ասում եմ, մեր մոտ ամենալավը, ես Աննայից այնքան բան ունեմ սովորելու նվեր ստանալու։ Ինձ որ հանգարց մի հատ նվեր են տալի, ասում, դե ինչ եք նեղություն քաշել, լավ էլի, մի արա, ես գիտեմ քո վիճակը, ինչի ես տենց բան արել, սենց բան մի արա, սենց սկսում եմ Աննային, որ մի հատ նվեր են, դե կապ չունի, ուզում ես մի հատ, չգիտեմ, ծամոն նվիրի։
Վայ, ես ինչ լավն է, վայ, ապրես, Աստված օրհնի քեզ։ Այնքան ասում մերսի, ամանչում ես, որ ծամոն ես տվել, ոչ թե չգիտեմ ինչ։ Հա? Ու պիտի սովորենք նվեր ընդունել էլ։ Էսի կարևոր է, հայ ազգը չգիտի նվեր ընդունել։ Մի անգամից ասում է, դեղի ես նեղություն քաշել։ Որ քեզ լավ զգաս դրա համար նեղություն քաշեմ, այդ մերսի ասա։ Հա? Եվ ի՞նչն է հետաքրքիր, մենք սիրում ենք, չէ՞, պատասխանը, բայց այդտեղ Հիսուսը, այսինքն դու ինձ ես քեզ։ Ես մի բան քեզ անեմ, դու ինձ մի բան արա։ Մերսի կասես, թե մի հատ էլ նվեր դու ինձ կտաս։ Այստեղ Հիսուսը մի հատ ուրիշ տեղ է տանում։ Հա մենք բոլորս սիրում ենք պատասխան ստանալ, ու Հիսուսը չի ասում պատասխան մի ստացի։ Սա պատասխանը միշտ կա։ Եվ ինչ է ասում։ Երբ որ հացկերույթ ես անում, կանչի աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին, եւ երանելի կլինես, որովհետեւ բան չունեն, որ փոխարենը վճարեն քեզ։ Ինչ ասում, ասում երբ որ խնջույք ես անում, պատկերացնում եք, ասում ման արի 3 հատ մինուսով մարդ ու հրավիրի։ Ես դրեմ բանը, 3 մինուսով մարդիկ անունը, հա։ Ման արի 3 հատ մինուսով մարդ նոր կանչի իրան։ Ասում երբ որ խնջույք ես անում, կանչի կույրերին, կաղերին, աղքատներին ու շարունակության մեջ ասում որ բան չունեն փոխարենը քեզ տան։ Այսինքն 3 հատ մինուս ունեն, պատկերացրու, դու խնջույք ես արել, մարդիկ ես կանչե, առաջին մինուսը նվեր չի բերել։ Մի հատ պատկերացրու ծնունդիդ 34 հոգի գալիս է, ոչ մեկ նվեր չի բերել։ Ինչքան էլ ուզում չսպասես, մեկը սիրում ես, չէ՞ նվեր, թեկուզ փոքր լինի, բայց այդ փաթեթը բացելը ամեն ինչ արժի, անակնկալը մեջ ինչ կա։ Հիմա պատկերացրու, առաջին մինուսը, ասում է բան չունեն տալու, նվեր չեն բերել, խնջույք ես արել, ոչ մի նվեր չկա։ Երկրորդ ասում է ինքը քեզ իրանց տուն չի կանչելու։ Դու կանչի թող հաց ուտի, բայց իմացի ինքը քեզ իրանց տուն չի կանչելու, էս էլ մինուս։ Երրորդն էլ մի հատ էլ մինուս էստեղ ասում է ոչ parելու է, ոչ հետդ ուրախանա քո խնջույքին, որովհետև ասում է կաղերին կանչի, կույրերին կանչի, խեղերին, այսինքն վնասվածների, մարդիկ որ դարդը լացի, կույրը ինչ կամ կաղը ինչ բարի, ուրախանա քո հետ։ 3 հատ մինուսով մարդիկ ասում է կանչի ու իրանք բան չունեն քեզ վճարելու։ Մենք որ հարսանիք ենք անում, ում ենք կանչում։ Հատկապես ես հիշում եմ խորհրդային միության ժամանակ, որ կանչում էին հարսանիք, անպայման հարսանիքի տերը պետք է տետր ունենար հաստ։ Գիտեք այդ տետրը ինչ տետր էր, այդ տետրի մեջ գրած էր, որ իրան գնացել են հարսանիք քանի ռուբլի են տարել, ու գրվում էր այդ օրը բերողը ինչքան է բերել, եթե առաջի անգամա, որ իր տղայի հարսանիքին դու էլ այդքան տանես։ Սենց հաշվարկային բաները 3 գրամ ոսկի է, կամ 200 ռուբլի է, նշում էին, որ հետո հետ վերադարձնեին նշածը, հա հատուցում տային, հա, որովհետև ամեն ինչ սպասում է իր հատուցումը։ Դու քո կյանքում ինչ անում ես սիրելիս, ինքը հատուցում ունի, կամ երկրի վրա, կամ երկնքում։ Չի կարա քո կյանքում ինչ որ մի քայլ առանց հատուցման անցնի, թե լավ, թե վատ։ Ամեն բան ունի իր հատուցումը։ Հատուցումը, եթե դու մեկին անգամ մի բան ես անում, հատուցում չես ստանում, մեկը ինքը հատուցում ունի։ Ամեն ինչի ունի իր հատուցումը։ Ու Հիսուսը ասես մի հատ հետաքրքիր բան ասում է, եթե հարսանիք ես անում, խնջույք ես անում, 3 մինուսով մարդիկ կանչի։ Բայց դրանով չի սահմանափակվում, ասում է դու 3 մինուսով կանչի, ես 2 պլյուսով պատասխանեմ։ Ես ուզում եմ այսօրվա խոսքը գրել 3 մինուս 2 պլյուս, բայց մի քիչ ուրիշ կերպ եմ վերնագրել։ Բայց իրականում ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Մեր քրիստոնեական կյանքում գործում է ասենց 3 մինուս 2 պլյուս։ 3 մինուսա, ասում է ինչքան 3 մինուսը շատ է, այնքան 2 պլյուսը տա շատ։ Որոշողը դու ես։ Ու տեսեք ինչ ասում 14 խոսքում, խոսում է պլյուսներից արդեն։ Եվ երբ որ այդքանը կանես, երանելի կլնես, որովհետև բան չունեն, որ փոխարենը վճարեն քեզ, որովհետև արդարների հարության ժամանակ կլինի քեզ հատուցում։ Այսօրվա խոսքը տենց էլ վերնագրել եմ, կա հատուցում։ Կա հատուցում։ Ինչքան մենք սա լուրջ հասկանում ենք, ինչքան խորը հասկանում ենք, մեր կյանքը, վարքը, ապրելաձևը, զոհաբերությունը
մեղքի դեմ պայքարը սկսում է փոխվել։ Երբ որ ես ու դու հասկանում ենք, որ հատուցում կա, առանց հատուցման չես բրցնի։ Ու Հիսուսը ստեղ ասում է. 3 հատ մինուսին, եթե դու դիմանաս, 3 հատ մինուսին, եթե դու գնաս, այդ քայլը անես, կանչես մարդկանց, ումից չես սպասում։ Ես քեզ հատուցում կանեմ հարության ժամանակին։ Այսինքն 2+, նախ ասում է առաջինը կլնես երկրի վրա օրհնված, երկրորդ ասում է օրհնված կլնես երկնքում։ Ես ուզում եմ այս երկու բանը նայենք, հա, որն է այդ երանելին երկրի վրա, որովհետև ասում է երանելի կլնեք։ Որն է այդ երանելին երկրի վրա։ Ինչ է նշանակում, ես մարդկան չեմ հաց ուտելու ու ես դարձա երանելի երկրի վրա։ Մատթեոս 6:3-ում գիտեք ինչ է գրած։ Բայց դու երբ որ ողորմություն ես անում, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, որ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Ասում է, երբ որ մեկին մի բան ես անում, գաղտնի արա, ոչ մեկ չտեսնի։ Հայրը ծածուկ տեղում տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Երանելի երկրի վրա գիտեք որն է, որ դու ինչ որ մեկին մի բան ես անում գաղտնի, բայց երկնային Աստված, Տերերի Տերը, արքաների արքան ինքն է քո պատասխանը բերում։ Ոչ թե նույն չափի ռուբլի կամ նույն ոսկին է հետ բերում քեզ։ Աստված որ գալիս է լրիվ ուրիշ օրհնություններով է գալիս։ Բայց ասում է դու մենակ ծածուկ արա։ Իրեք process-ը ոնց է, տեսեք ամեն ինչ ունի իր պատասխանը։ Եթե ես Հովիվ Արտուրին մի բան եմ անում, ինքը ունի իր պատասխանը։ Եթե ես վերեմ իրան մի հատ, չգիտեմ, 100 ռուբլի ասեմ ես քեզ օրհնություն, ինքը ինձ ասելու է շնորհակալություն, պատասխանը ստացա։ Ես իմ պատասխանը ստացա օրհնության։ Բայց եթե ես գիտեք ինչ չեմ սիրում, երբ որ ինչ որ մեկին գումար եմ տալի, ասում եմ ինչ որ մի բան եմ կամ տալի, ասում եմ ես կտանես, ես ինչ մարդուն կտաս, բայց հանկարծ չասես, որ ես եմ տվել։ Մեկ էլ այն մարդը ում բան եմ ուղարկել։ Իրան ասել են իրան չասես, բայց Հովիվն է քեզ տվել։ Դեռ սկսել ավելի շատ ժպտալ ինձ։ Մեկ ավելին ինձ համարձակները գալիս են Հովիվ ջան, շնորհակալություն, այդ ինձ այնքան պետք էր։ Գիտես, ես դրա կարիքը չունեի, ես իր շնորհակալություն։ Ես ուզում էի, որ ինքը չիմանար, որ հատուցումը իրանից լիներ։ Ինչքան շատ ենք սա հասկանում, այնքան մեր օրհնությունները, մեր զոհերը գաղտնի են անում։ Մեկ էլ չեմ սիրում, որ ինչ որ մեկը շեփոր նվագելով օրհնություն է բերում։ Այն հարսանիքներին, որ բեհոլ զուրնան խփում են ու սինիներն եկան։ Ու սաղ թաղամասը վերևից հաշվում է 7 հատ անանաս կա մեջը, 2 հատ ես իմիշ կա մեջը սինիների հաշվում են, որովհետև ամբողջ թաղամասով ձեն են հանել գալիս ենք։ Դուս եկեք նայեք ինչ ենք բերում ու պարտադիր նկատել եք հայկական սինիների մեջ պարտադիր թափանցիկ փակածա, որ հանկարծ չծածկվի մեջ ինչ կա։ Նկատել եք թափանցիկ sense բանով փակում է, որ մեջի բոլոր մրգերն ու կոնֆետները Երևան։ Հա որ հաշվեն հարևանները քանի հատ ինչ բերեցին, ոնց որ հարուստ են, խնամիները։ Հա? Մեկ մարդիկ այտենց են մյուսներին օրհնում։ Դհոլ զուրնարով, սա եկեղեցին գիտի, Աշոտը Վալոդին կոնֆետ է օրհնել։ Այստեղ նստած է մեր Սանտ Պետերբուրգի Հովիվը։ Նոր ինքը զոհաբերություն խոսած։ Գիտեք, մեր եղբայրներից մեկը Սանտ Պետերբուրգի եկեղեցուն մեքենա օրհնեց։ Բայց ոչ Հովիվը գիտի ով է օրհնել։ Այդ մարդը ինձ կլնի օրհնես, բայց մարդ չիմանաս, իհարկե չի իմանա։ Գիտես ոչ մեկ չիմացավ այդ մարդը ով է, երբ որ եկեղեցուն այդ մարդը, ու այդ մարդը վարձով ապրող մարդ է, միլիոնատեր չի։ Չես էլ կարող մտածես ով է։ Բայց մարդը ինքը իր սրտից տալիս է, հա։ Փակ տիրոջը։ Ոչ մեկ իրան մերսի չի ասում, ես էլ չեմ ասում։ Ինքը իր մերսին ընդեից է ստանում։ Ես չեմ ուզում այդ մերսին կտրեմ։ Եթե ես գնամ իրան մերսի ասեմ, Հովիվ գորին ասեմ, Գորջան, արի գնանք այդ մարդուն մի հատ երկուսով շնորհակալություն ասենք։ Այդ մարդու շնորհակալությունը ստացավ։ Հիսուսն ասում է գաղտնի արեք, որ ոչ մեկ չտեսնի։ Ինչ անում ես, ոչ մեկ թող չտեսնի։ Ես ասում եմ, դու գաղտնի արա, ես դհոլ զուրնայով քեզ կվերադարձնեմ։
ասում է հայտնապես կհատուցանեմ։ Այ Հիսուսը պատկերացեք, դու օրինակի համար 1000 ռուբլի կարել ես մեկի գրպանը դրես, ասել ես Տերը օրհնի քեզ, դրե գնացել ես, չէ՞ իմացել ով էր, չէ՞ ճանաչում քեզ, արագ գնացիր։ Մեկ էլ մի 10 օր հետո տեսնում ես երկնային շեփորները խփեցին, 7 թրեշտակ սինիներով իջնում են օրհնությունները վդ։ Բերել են, որովհետև Աստված բոլորի առաջ մեծ ձայնով քեզ պատասխանում է։ Ու սաղ տեսնում են, այ մարդը գործերը խիստ սկսեց այսպես լավանալ։ Որ զուռնան միացել է երկնային, հասկանում ես, հայտնապես Հիսուսը հատուցանում է։ Հայտնապես։ Ինչքան շուտ ենք հասկանում գախնի տամ, որ հայտնապես հատուցանվի, այնքան այդ օրհնությունը մեր կյանքում գալիս է։ Բայց եթե մարդուն ենք տալու, մարդուց էլ սպասում ենք։ Հələ տես դրա ծնունդին այսքան բան տարան, մի բան չբերեց։ Որտեվ դու սպասում ես իրանից, ես տարել եմ, դու ինձ, ես քեզ, հա։ Բայց երբ որ չես սպասում, ու նենց ես անում, որ այդ մարդն էլ չիմանա, այդ ժամանակ ընկնում ես երկնային գծերի վրա։ Ընդեղի օրհնությունները ուրիշ ձև աշխատում։ Նոր կարդացի, ասում է, դու ծածուկ տեղում արա, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի։ Եվ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Հա, այս է, որ երանելի երկրի վրա, երբ որ Աստված է քեզ պատասխանում, քո արածին Աստված է պատասխանում։ Դու դառնում ես իրոք երանելի երկրի վրա։ Հաջորդ մասը օրհնված երկնքում, դա որն է։ Գիտես որն է օրհնված երկնքում։ Մատթեոս ավետարան 6:19-ում երկրորդ պլյուսի մասին եմ խոսում։ Համ ստեղ օրհնված երանելի կլնես, համ երկնքում օրհնված կլնես։ Մատթեոս 6:19 խոսքում գրած է. ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր ոչ ցեցն ու ժանկը ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են ու գողանում։ Գիտեք, հիմնականում գանձ բառը ասոցացվում է թանկարժեք մետաղների հետ, ասենք թանկարժեք քարերի հետ, բրիլյանտ, ռուբին, ոսկի, արծաթ։ Ասում է ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ու հետո տարօրինակ բան։ Ուր որ ցեցը ու ժանգը ապականում են։ Գիտեք, ես իմ ասած թվարկած մետաղներից ու քարերից ոչ մեկին, որ ցեցը կարա կպնի, ոչ ժանգը։ Ժանգը ոսկուն ինչ կանի, ազնիվ մետաղ է, կամ արծաթին, կամ բրիլյանտին, կամ ցեցը ինչ կար, պատկերացնում եք ցեցը ոսկի է ուտում։ Ծիծաղալու տեսարանա, չէ՞։ Ոսկիդ պահել էր, մեկը բացում ես, տնում ես ցեցը մեջով ծակեր է արել։ Ծիծաղալու բան է։ Բայց Աստվածը շուշը տենց էլ ասում է, ձեր համար գանձեր մի դիզեք, ուր որ ցեցն ու ժանկը ապականում են։ Նույն բանը Հակոբոսն է շեշտում, նայեք ինչ ասում, Հակոբոս 5:3։ Ձեր ոսկին եւ ձեր արծաթը ժանգոտել են։ Պատկերացնում ես մատանիդ մի շաբաթ չդնես, մեկը տեսնես ժանգոտել է։ Դե չի լինում։ Ոչ ոսկին, ոչ արծաթը չի ժանգոտում։ Բայց հետաքրքիր բան ասում, ձեր ոսկին, ձեր արծաթը ժանգոտել են։ Նրան ժանգը վկա կլինի ձեր դեմ։ Երեք չի ժանգոտել է, հիմա այդ ժանգն է, հələ դու սա եկե քո դեմ։ Եվ ձեր մսերը կուտի կրակի նման, դուք գանձեր դիզեցիք հետի օրումը։ Ոսկին ու արծաթը չեն ժանգոտում։ Բայց հետաքրքիր բան կա, վերջի օրերում, ասում է ձեր կուտակած գանձերը, ոսկին ու արծաթը ձեր դեմ են խոսալու։ Երբ որ մարդը ուշքում միտքը մենակ ինձ լնի, կուտակի։ Ասում է ձեր դեմ են խոսալու, պատկերացնում եք, այսինքն գումարները չեք օգտագործել այնքան, ոսկին ու արծաթը այնքան բարի գործեր չեք արել, այնքան հավաքեմ, դիզեմ, որ ժանգոտել է։ Պատկերացնում եք հրեշտակները, ասենց երկնային կոմիսիա է անցնում վերջի օրերում։ Հիսուսը եկել է ու կոմիսիան անցնում է։ Ահա։ Մարտիրոսյան Ներսես։ Բեր։ Նկի բերում ես ոսկիներ ու չափում են 2 մմ ժանգ ավրեն։ Ասում է ձեր ոսկու ու արծաթի ժանգը վկա կլինի ձեր դեմ։ Էս ինչ ժանգ է, եղբայր, ես քիչ ես օգտագործել, ես ում համար էիր պահում։ Այն որ գանձեր դիզեք երկնքում, բան չես տեսել, ես ում համար էիր պահում։ Վարդանյան Նարին է։ Չէ, մի քիչ պատինակավրան, բայց հրը չի ժանգոտել։ Չէ, այս մեկը պլստած։ Ասում է ձեր ոսկին ու արծաթը վկա կլինեն ձեր դեմ վերջի օրերում։ Պատկերացնում եք։ Գիտեք, շատ վտանգավոր է, երբ որ քրիստոնյայի ուշք ու միտքը
Գանձեր դիզելն է այս աշխարհի վրա։ Մի քիչ էլ հավաքեմ, մի քիչ էլ շատացնեմ։ 20 խոսքում տեսեք ինչ է ասում։ Մատթեոս 6:20-ը, բայց ձեր համար գանձեր դիզեք երկնքում, ուր ոչ ցեց, ոչ ժանք չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ Տեսեք, որն է օրհնված երկնքում, երբ որ դու երկնքում գանձեր ես դիզում։ Տարբերությունը գիտես որն է։ Դա ամենաապահով պահատուփն է, այդ սեյֆի ячեյկան, որ բանկերում կան։ Երկնային գանձարանը ամենաապահով պահատուփն է, գիտես ինչի։ Երբ որ դու տանում ես քո բրիլյանտիս մատանին ու ոսկու ցեպը դնում ես գանձարանում $5,000 հետ։ Գիտես, ուզում եմ 10 տարուց գնաս, մաքսիմում է այդպես տեղից հանելու։ Բայց երբ որ դու երկնային գանձարանում ես գանձեր դիզում, ինքը հավիտյան չի պակասում, ինչքան ուզում ես հանի, ինքը հա օգտագործելու ես երկնքում։ Էս է օրհնված երկնքում, երբ որ դու երկնքում քո համար օրհնություն ես ապահովում։ Էդի գիտես մի անգամյա չի ու ինքը չի բրծնում։ Նեն չի որ գնաս երկնքում 2 ամիսից լավ եմ զգալու, որովհետև բլիքը գանձեր էի դիզեմի 4 ամսվա 2 ամիս լավ կզգամ, 2 ամս էլ կնգաս համար ու վերջ։ Բրծանք է 4 ամիսը անցավ։ Հիմա ինչ ենք անելու, բան չկա ծախսելու երկնքում։ Կանֆետ ոնց գնենք։ Չէ, երկնքում օրհնությունները այն ինչ որ դիզել ես երկնքում։ Հիսուսը պատահական բառ երբեք չի ասում։ Չի ասում մի 2 կոպեկ ուղարկի երկինք։ Ասում ամեն ինչի համար հատուցում կա։ Որտե՞ղ ես ուզում այդ հատուցումը ստանաս։ Ինչ քայլ անես, նես քայլ անես, որ դու ձեր բարեկամ մինիստրին կանչեցիր, ինքն էլ քեզ կանչեց իրանց տուն, հատուցումը ստացար։ Թե գախտին ես բան անես, որ ծածուկում անես, երկնքում գանձ դիզվի, պատահական բառ չի օգտագործում, չի ասում հավաքեք, չի ասում մի քիչ փող ուղարկեք երկինք, մի քիչ մի բան ուղարկեք այնտեղ, ասում է ձեր համար գանձեր դիզեք, դիզեք։ Դիզելը գիտեք ինչ են շատ, ինչքան հնարավոր է շատ, ինչքան հնարավոր է ավելի շատ հավաքել է միտեղ։ Դեզի նման խոտը գիտեք ինչ են անում, երբ որ ով որ գյուղերում եղել է գիտի, խոտը ինչքան հնարավոր է շատ բարձրացնում են, միտեղ դիզում են։ Ոչ մեկ խոտը փռած չի թողում աշունը։ Դիզում են, հավաքում են, որ վերևն է ծածկեն, որ չփդի անձրևից ու ձնից։ Մի դեզ են սարքում, սաղ ինչքան հնարավոր է բարձանում են, եթե տնակ գյուղացիներին, մեկը բարձանում են վերևը, եղանով տալիս են, ինքը բարձրացնում է իրանից վերև։ Սենց սարի նման դեզեր են սարքում, հավաքում են միտեղ։ Ու այդ բառը դիզել բառն է, Հիսուսն ասում է ձեր համար գանձեր դիզեք երկնքում։ Որովհետև քո ստեղի արած ճիշտ քայլերին հատուցում կա երկնքում։ Երբ որ ես ու դու ճիշտ ենք շարժվում այս երկրի վրա, ամեն մեր արած մի քայլի համար երկինքը իր հատուցումը ունի։ Երկինքը ամենաապահով պահատուփն է, գիտես։ Ամենաապահով պահատուփն է մեր ամեն ինչի համար։ Ու երկինքը ինքը ապահովված է հավիտենական ստացականով։ Դու մի անգամ ընդեանում ես, հավիտյան ստանում ես։ Ամեն մի անգամ ստեք քայլ արածդ երկնքի համար։ Ամեն մի քայլդ։ Տեսեք, դու ցանում ես ժամանակավորի մեջ, բայց հնձելու ես հավիտենականի մեջ։ Այսինքն դու ցանեցիր ստեղ մի ռուբլի, երկնքում հավիտյան ես հնձում այդ մի ռուբլին։ Անսպառ է ինքը, երկնքում չի վերջանում։ Ինքը հավիտենական է, ինքը սկիզբ ու վերջ չունի, որ մի տեղ բրծնի։ Դու ստեղ ցանում ես ժամանակավորի մեջ, հավիտյան հնձում ես ընդ երկնքում։ Այնքան կարևոր է այս, որ Հիսուս ասում է գանձեր դիզեք, որովհետև ինչտեղ որ ձեր գանձերն այնտեղ կլինի եւ ձեր սիրտը 21 խոսքում ասում։ Գանձեր դիզեք։ Գիտեք, մի անգամ աշակերտները մոտիկացան Հիսուսին, տեսեք, ամենակարևոր բանը քրիստոնյայի կյանքում, ամենակարևոր ինքը հասկանա երկրայինի տարբերությունը։ Չհասկացար ամբողջ կյանքը ապրելու ես այս աշխարհի համար։ Ամենակարևոր բանը աշակերտները պատկերացնում են գնացել են, օծություն, զորություն տվել, ջարդում փշրում են, դևերին հանում են, բժշկում են, հրաշքներ են անում, եկել են ուրախ Հիսուս, մենք քո անունով չես էլ իմանում ինչեր արեցինք։ Նորմալ է։ Մեր բարերով ասած մատխաշ են հələ ուրախանում են երեխայական բաների մեջ են։
Գիտես, sense բաներ ելնում են, այնց ուժեղ տղեկ ենք, պատկերացնում եք Պետրոսը մինչև այդ միար ձուկ չէր կարող ծովից հաներ, հիմա մարդկանց մեջից դևեր է հանում։ Հասկանում եք այդ մարդու կարգավիճակը, ստատուսը, իր այդ էմոցիաները։ Եկել ասում է, հələ նայեք ինչ տղա եմ։ Հիսուս անունը տալիս է Ամերիկա։ Հիսուսը գիտեք ինչ ասեց։ Իսկ պիտի դեմքներին եկել են 12 հոգի sense 70 օր, այդտեղ 70-ն են։ 70 հոգի եկել են sense գիտեք ինչ ասում Հիսուսը։ Լավ, ասում է, հիմա եկեք ես ամենակարևոր դասը տամ։ Ձեր համար առաջնայինը երկիրը չի, երկինքն է։ Ասում է, ավելի մի ուրախացեք նրա համար, որ դևերը ձեզ հնազանդվում են։ Ասում է, ավելի ուրախացեք նրա համար, որ ձեր անունը կյանքի գրքում գրած է։ Տեսեք, ո՞ւր է տանում։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, ասում է, տարբերությունը հասկացեք։ Սիրես, հասկացար տարբերությունը կյանքդ փոխվում է։ Տարբերությունը չհասկացար, գիտես ինչ է լինում։ Ամբողջ կյանքդ փորձելու ես մեղ գործես հաճույքների հետևից գնաս, որովհետև մտածում ես էսի կարևոր է։ Հասկացար տարբերությունը սրա ու նրա, ամեն ինչ փոխվում է։ Հիսուսը մի անգամից իրան ասաց, լսեք, այդ ինչ որ դուք տենում եք, այդ լավ է, բայց դա այնքան էժան է։ Դա ուղղակի էս երկրի վրա մի հատ անցողի կարակ բան է, որ անելու եք ձեր ծառայությունը գնաք, այնտեղ հավիտենական բան կա, որի համար պետք է ուրախանաք։ Այս արժեքներով մի ուրախացեք։ Ես գիտեք ինչ կրուտոյի 7 դև այսօր դուս եկավ 24 հոգի բժշկվեց։ Ասում ուրախացեք, որ այնտեղ հավիտենականում գանձեր եք դիզում։ Այնտեղ, այնտեղ է կարևոր։ Ինչքան մենք շատ ենք հասկանում, այնքան մենք -3-ը կանենք, որ 2+-ը ստանանք։ Գիտես Աստված ոնց ասեմ, այնպես չի որ մեր մենակ երկնքով է ուզում պահի։ Երկրի վրա էլ ասում է, ձեզ հատուցում կանեմ, ես իմ ձեռով։ Բայց այնտեղ նայեք։ Ասում է ուրախացեք, որ ձեր անունները գրված է երկնքում։ Ամեն։ Այնպես ապրին այս քայլեր արա, որ հատուցումը երկնքում լինի, որովհետև երկնքում հատուցում կա։ Երկնքում հատուցում կա ամեն մեկիս համար։ Ինչքան կարաս աշխատի մարդկանցից փառք չստանաս։ Ինչքան կարաս աշխատի ծափահարություններից խուսափես, դու ծափահարությունները Տիրոջը գնա։ Երբ որ հիմա ես մի բան եմ ասում ստեղ, հանգարց մի լավ բան։ Դու կարաք ծափահարեք, չէ՞։ Ես կարամ, գիտեք, կանգնած մնամ, ծափահարեք։ Մի քիչ ավելի շատ ծափահարեք։ Այսինքն, տեսեք, ես կարամ ձեզանից ծափեր գողանամ։ Սիրելիս, ես ուրախ եմ, որ դու ծափահարում ես, բայց ես ուրախ եմ, որ դու ինչ որ բան ես վերցնում, ծափահարում ես Տիրոջը։ Այ դրանից եմ ուրախ։ Հա, փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Կներես մի բան ասեմ, ինձ քո ծափահարությունը պետք չի։ Ես անկեղծ եմ ասում։ Ոչ թե ես քեզ շատ սիրում եմ, բայց ինձ պետք չի դու ինձ ծափահարես, որովհետև եթե ես մի բան ասեմ, դու ինձ ծափահարես, ծափահարում ես գիտես ինչ տեղի ունենում։ Ես իմ ասացի շնորհակալությունը երկրի վրա վերցեցի, ինձ պետք չի, ավելի լավ է դու չծափահարես, երկնքում ասեն, մի հատ էլ գանձ գնաց գորի հաշվին։ Նայ, մի բան ասես, մեկի սրտին կպավ, կյանքը փոխվեց, գանձը գնաց։ Սա չեմ ասում, որ վաբշեր ընդհանրապես ծափ չտաս, ծափը Տիրոջը տուր, ծափը Աստծուն տուր, հա, ծափը Աստծուն, մի բան, ստեղից մեկը մի բան ասում, հայտնություն է ստանում, ծափարի, որ Տեր ջան, մերսի, մերսի Աստված ջան, մերսի, որ ինձի հայտնություն տվեցիր, հա, դու ասում ես իրան մերսի, չես ասում հովիվ ջան, մերսի ինձ լավ, իմ այդ գործ չունես, թող ինքն ինձ օրհն է, էլի, դու քոնա քո Աստծուն ուղարկի, հա, այս հասարակ պրինցիպ է, սիրելիս, հատուցում կա, ու ես ամեն ինչում իմ հատուցումը միշտ ուզում եմ իմանամ, ունենամ երկնքից։ Հա իհարկե բոլորս է դուր է գալի, երբ որ մի լավ բան ես անում, ասում են, գիտեք, Աշոտն է արել, ու դու քայլում ես մի 7 հոգի նայում են քեզ ու դու ասում ես, իրար պատմելն են, որ ես այն օրը Մարուս Տադիկենց համար 3 կիլո միս եմ ուղարկել։ Սա շենքը դրա մասին է խոսում։ Մարդկային էությունը սիրում է լավ զգա իրան։ Մի քիչ, հա։ Մի քիչ շատ։ Սիրում է ոսնես մի քիչ իրան ուշադրություն դարձնեն, բայց գիտես ինչ ես անում։ Դու դրանով գողանում ես քո գանձերը երկնքից։ Ինչքան շատ դու երևում ես, այնքան դու քո գլխին սարքում ես, կներես վատ բառ եմ ասում։ Որովհետև ասում է աջ ձեռը չտենա ձախի ինչ անում, որ ես հատուցան եմ։ Հիմա ինձ պետք է մեկը մերսի ասի, Հիսուս էլ բան չանի իմ համար դրա համար։ Ես ու միամիտ չեմ։ Երևանի ժողտնտեսության ինստիտուտն եմ ավարտել, ընդ բոլորը թվեր է, բանկային համակարգ, լավ հաշվել գիտեմ։
Ավելի լավ է դու չանես ինքը անի։ Որտեվ իր արածը ոչ մեկի սարած հետ չի ամեմատվում։ Ոչ ստե երկրի վրա, ոչ է երկնքում ինչ է սպասում։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 15:19-ում գիտես ինչ է գրած։ Գրածը հատուցում կա։ Գրածը հատուցում կա։ Այնտեղ նես բաներ են քեզ սպասում։ Նայեք ինչ է գրած։ Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Եթե ասում ես քո հույսը դրել ես, որ այս կյանքում Հիսուսը քեզ պիտի ուշքու միտքը Հիսուս ջան, այս տուրեն արա, ասում ամեն մարդուց ավելի ողորմելի ենք, եթե մենակ այս կյանքում ենք հույս դրել Հիսուսի վրա։ Պատկերացրեք ուր է գնում հասնում։ Ես չեմ ուզում ողորմելիի կարգավիճակում լինեմ։ Կարևորը գործերս լավ լինի, երեխեքս առողջ լինեն, տունս լավ լինի, լավ փեսաներ հայտնվեն կյանքում իրանց տենց, լավ թորներ ունենամ, լավ կլինի ապահովված լինի ամեն ինչ։ Տեսել դու այնտեղ գիտես։ Ասում եմ, եթե մենակ հույսը Հիսուսի վրա դրել ես այս կյանքում, բոլորից ողորմելի ես, դա ինչ ասում։ Դա ողորմելի կարգավիճակ է, երբ որ դու գիտես ով է ինքը, որտե է ինքը, ու դու դրես տեղ հաշվարկներ ես անում։ Ինքը ընդե քեզ sense մի հատ լրիվ ուրիշ բան է պատրաստել, դու դրես տեղ հաշվարկներ ես անում։ Շարունակություն մի տեղ եմ ուզում կարդամ։ Մի հատ աֆորիզմ ունեմ գրած, եթե ասեմ նոր անցնեմ առաջ։ Գիտեք ինչ եմ ասում, sense երկնայինի վրա չեն կենտրոնանում միայն նրանք, երկրայինի վրա չեն կենտրոնանում միայն նրանք, ովքեր ապրում են երկնայինի սպասումով։ Այդ գիտես ինչ է նշանակում։ Փառք Տիրոջը։ Եթե դու երկնայինի սպասումով ես ապրում, երկրայինի վրա չես կենտրոնանա։ Գիտեք ինչի հազար անգամ ես բեմից ասում եմ շնություն մի արեք, բղծություն մի արեք, մի խապեք, մի թալանեք, մեկը մարդիկ շարունակում են անել։ Գիտեք ինչի։ Այդքան նայում են ասում են մի արեք։ Հիմիկվա երիտասարդությունը 70%-ը շնության մեջ է, եկեղեցիների։ Խմումա շնության մեջ 70%-ը մեր եկեղեցին իսկ նույնչենյա չի։ Գիտեք ինչի՞ց է։ Գիտեք ինչի՞ց է, որովհետև երկրայինը չեն սպասում, երկրայինի վրա են ուշները դրել, քանի երկրի վրա են վայելեմ այս կյանքը։ Աման այս էլ անեմ, աման սրանից էլ կպնեմ։ Ասում եմ, թե այս երկրայինի վրա ես դրել, ասում եմ, բոլորից ողորմելի ես։ Հույսդ եթե դրել ես սրա վրա, եթե երկրայինին չես սպասում, երկրայինով ես ապրելու։ Բայց եթե երկրայինի սպասումով ես ապրում, երկրայինի վրա չես կենտրոնանա։ Եթե գիտես ինչ է քեզ սպասում, ասում ես, թե լավ, թող այսօր էլ մի քիչ սովածել եմ։ Այսօր ես ինչից կզրկեմ ինչ, այսօր ես sense կանեմ։ Այսօր էլ ոչինչ, թող իմ բարեկամների մոտ խայտարակ լինեմ, բոլորը խայտարակ անեն ինձ, բայց կանգնեմ ասեմ, ես չեմ խմում, որոշել եմ, ես որոշել եմ ուխտեմ արել իմ Տիրոջը, որ կյանքում չեմ խմելու։ Այս տարօրինակը հերետիկոս էլի եկավ։ Թող ասեն։ Թող ասեն, գիտես ինչ գանձեր այնտեղ հավաքվում, եթե Հիսուսի անունով հալածվում ես։ Այնտեղ պատկերացրու դու կանգնած ես, փառք Տիրոջը։ Դու կանգնած ես, բարեկամներդ ասում են Էս լրիվ ցնդելա։ Մեկը երկնքում են կուժիտ մեջ երկու հատ ոսկի կոպեկ ընկավ։ Այն մեկն ասում է հերետիկոս է, երկու հատ էլ ընկավ։ Ասա շարունակեք, լավ փող է գնում այնտեղ։ Կանցերս դիզվում է, որովհետև Հիսուսի անունով հալածվում եմ, ինքն է ասել։ Երանի նրանց ով իմ անունով կհալածվի։ Դու պատկերացնում ես ինչա, երբ որ գիտակցում ես այնտեղ ինչա, ստեղ ինչա, բանա փոխվում կյանքումդ։ Չգիտակցես 30 տարի էլ գաս, 1000 անգամ էլ խոսան, ոչ սրբությունն ես պահելու, ոչ ծառայելու ես, ոչ աղոթելու ես, իներցիով դմ այսպես գնալու ես, որ բան կա, չէ, դուդուկ նվագող կա։ Ես այդ մարդկանց վրա մի զարմանում եմ։ Մեկը նվագում է, կողքից մեկը թշերը էսքան։ Գիտեք ինչ անում, ինքը քթով վերցնում է, բերնով փչում անդադար։ Էդի պրոֆեսիոնալ բան է, կարողանում են համշնչեն, ամփչեն, դամ պահող են ասում։ Ինքը դամ է պահում, դմ այլ լիքը քրիստոնյաներ դամ են պահում։ Ինչ վեկալ են, մի անգամ ես դուս են տալի, բան չի փոխվում։ Քթով վեկանում բերնով տալիս է, ուղեղով աստեղ ես մտնում է, ստեյս դուս է գալիս։ Աշկերով տենում է, ականջներով չի հավատում։ Ու գնաց։ Բայց երբ որ դու իրական հասկանում ես ընդ ինչա սպասում, այնքան բան է փոխվում կյանքում։ Էլ արդեն այս աշխարհը էժանանում է։ Կինդ գալի ասում է, տենց էլ մի հատ նորմալ մեբել չարար զալի համար։ Ասում ես այկնիկ դե լավ է էլի, ոչ ճռում է, ոչ ջարդված է։ Պարտադիր պետք է մեր հարևան Վարդուշենս նման ամիսը մեկ փոխենք մեր ամեն ինչը։ Բայց սենց ապրենք համեստ։
Երկրայինի վրա չեն կենտրոնանում են մարդիկ, ովքեր ապրում են երկրայինի սպասումով։ Սպասում չկա, կենտրոնանում ենք ստեղ սիրելիս։ Վերջի տեղն եմ կարդում, խնդրեմ ոտքի կանգնես։ Հայտնություն 14-13։ Երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. գրի, երանելի են այն մեռելները, որ տերում են ննջում, այսուհետև, այո, հոգին ասում է, որ իրանց աշխատանքից հանգիստ կառնեն, և նրանց գործերը գնում են նրանց հետևից։ Ոչ մեկիդ գործերը չի մոռացվում, սիրելիս։ Հնարավոր չի դու ստեղ մի բան անես Տիրոջ համար, այսօր այսքան մարդ, ես չգիտեմ, 2-300 հոգի ինչքան մարդ բարձացավ բեմ։ Շատ էին։ Այսքան մարդ բարձացավ, որ Տիրոջը ծառայում է, ոչ մեկի արածը անգամ ես ծառայությունից մի քիչ շուտ եկա, այսօր մի ժամ շուտ ուղակի մտա դահլիճ։ Միշտ չեմ ուշ եմ ծառայության ժամանակ եմ մտում, այսօր ասի մի հատ տեսնեմ ինչ է կատարվում։ Գիտեք, զապիս եմ արել, ասենց հիացած նայում էի։ Մի 4 տեղ քուրիկները պիլասոս էին անում։ Փոշեկուլով սոնց։ Մեկը էս շորն էր հարթուկով էս, հաղորդության շորը։ Այն եղբայրները վազվզում են, այնտեղ պուլտի մոտ գնացել եմ, այդ երեխեքին նայում եմ, ոչ կոմպյուտերներից եմ հասկանում, ոչ իրանց այդ ամբողջը կնոպկաներ ու ես ինչ ասում եմ, այսքանից ոնց է գլուխ անում։ Գիտեք, ամեն մեկը մի բան անում է, ու ես հասկանում եմ, սրանք երանելի մարդիկ են։ Սրանց իրանց արածը չի մոռացվում։ Անկամ եթե սատանան գասի, ով է քեզ բանի տեղ դնում, այսքան տարի է գալիս ես քո գործը անում գնում ես։ Այնտեղ դնում են։ Այդ լավ է, որ ոչ մեկ չի նկատում քեզ։ Շատ լավ է, ասեմ քեզ, այնտեղ է զնգում։ Հա ինչքան ստե նկատում են, ասում են, եկեք ծափահարենք մեր այս ինչ ծառայողին, ինքը արդեն 7 տարի առավոտից երկուն ծառայում է, ինչքան շատ ծափահարեն, այնքան զնգոցը քիչ անտեղ։ Ինչքան ոչ մեկ չի նկատում իմացի, հրեշտակները ասում են, հրնայեք է, ոչ մեկից ոչ շնորհակալություն է փնտրում, ոչ փառք։ Երկնքում շնորհակալություն էլ փառք է, լցրեք, հատուցում կա սիրելիս, կա հատուցում, ասում են նրանց գործերը նոր կարդացի, ասում են երանելի են Տիրոջ մեջ ննջածները, նրանց գործերը նրանց հետևից գնում են։ Դու գնում ես, երկնքում քայլում ես։ Ու նկատել եք, որ մուսուլմանները քայլում են, հարուստ մուսուլմանները։ Ամուսինը քայլում է, հետևից մի 15 հատ կին են քայլում, sense տարբեր շորերով, sense փագած։ Այտենց չի։ Ասում է դու քայլելու ես, քո գործերը քո հետևից գնան։ Դու քայլում ես, քո հետևից մի 50 հատ հրեշտակ է գնում, մեկի ձեռքում քո այն որ 3 տարի ծառայել ես կարգու կանոնի մեջ, այդ դիպլոմն է։ Այն մեկի ձեռքում, որ ես ինչ ես արել, մարոստատին բորշ ես տվել, այն մեկին որ զոհաբերություն ես արել, այն մեկին չգիտեմ ինչ, ամեն մեկը մի հատ դիպլոմ քո հետևից գնում է։ Իրա գործերը ասում է իր հետևից գնում են։ Որոշողը դու ես։ Ինչ ես ուզում, ստեղ ես ծափահարեմ, թե երկնքում այդ դիպլոմներով մանգաս։ Փողոցներում գնում ես ու սաղ տենում են այն շատ դիպլոմով նա եկե։ Երանելի երկնքում, հա։ Այդ լրիվ ուրիշ չափանիշ է։ Ձերից ուզում եմ մի բան հասկանաս, հատուցում կա։ Ինչ ուզում ես արա ես կյանքում, դրա դիմաց բան ես ստանում։ Հիսուսն ասեց մի խապնվեք, ինձ ցանես են կհնձես։ Հատուցում կա։ Դու ես որոշողը, ինչ ցանես ու ոնց ցանես, որ ըստ դրա էլ դու ոնց կհնձես։ Փող կապակցված է։ Այդ 3 մինուսն ու 2 պլյուսը սա քո ձեռն է։ Դու կարաս մի անգամից 2 պլյուսը դեմից ստանաս, կանչես հարուստ բարեկամներիդ, ուտեք խմեք, այն որ հայերը մոդա է, մատաղ եմ անում, բարի գործ եմ անում, ու կանչում է բոլոր իր հարուստ բարեկամներին ուտում խմում, այդ ինչ մատաղ է իր անում։ Այդ ինչ բարի գործ է իր անում, անունը դնում է բաներ։ Մենք բարի գործը միս ենք բաժանում։ Ինչ միս եք բաժանում, նստած հավաքվում եք, հարբեք։ Հա? Ում համար ես անում, ինչ ես անում։ Ասես երբ որ կանչում ես խնջույք, այդ 3 մինուսովներին մանարի, որ ոչ պարել գիտեն, ոչ բան ունեն տալու, ոչ էլ նվեր են բերելու հետները։ Կանչի այդ ժամանակ երան, այդ ժամանակ ամբողջ երկինքը կասի, էսի մերն է, էսի տոշնի մեր կտորն է, երբ է գալու ուրախանանք։ Հաղորդ կանենք, այսօր հաղորդություն պիտի ընդունենք բոլորով, բայց մինչև այդ ուզում եմ մի աղոտ կանենք, որ իսկականից գիտակցենք, որ հատուցում կա, ու այդ հատուցումը շատ կախված է նրանից, թե դու ոնց ես քո քայլերն անում, որտեղ կստանաս, ինչ կստանաս։
Երբ որ այսքանը հասկանում ենք, շատ բան է փոխում մեր կյանքում։ Շատ բան էժանանում է։ Աղոթենք։ Երկնային Տեր, օրհնում ենք քո մեծը Սուրբ անունը, գոհանում ենք քեզանից, որ դու հատուցանող Աստված ես Տեր, որ դու երբեք ոչ մի պարագայում չես մոռանում մեր արած բարի գործերը, մեր լավ քայլերը, ու դու որ հազարապատիկ հատուցում ես մեր արածի համար։ Ես խնդրում եմ հիմա Տեր արքա, օգնես ամեն մեկին ստեղ, ամեն մեզ համացանցող նայողին։ Օգնես, որ այդ 100% գիտացում կա, որ հատուցում կա, հաստատ հատուցում կա երկնքում մեր ամեն արածի համար։ Ու ինչքան այդ արածը ծածուկ է, սիրով է, սրտից է, այնքան երկնքում հատուցումը մեծ է։ Օրհնի ես դառնա մեր մոտ հայտնություն Տեր արքա։ Հիսուսի զորավոր անունով։ Փառքենք քեզ տալի Տեր, մեծարում ենք քեզ ու մի անգամ եւս ասում ենք շնորհակալություն քեզ իմ արքա։ Շնորհակալություն, որ դու հատուցանող Աստված ես։ Շնորհակալություն Տեր արքա, որ դու մեր համար տեղ ես պատրաստել, գանձարան ես պատրաստել, որտեղ որ դիզվում է մեր գանձերը, որ գանք միասին վայելենք Տեր։ Օրհնում ու մեծարում ենք քո Սուրբ անունը Հիսուս։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն, սիրելիներս։ Փառք ամենակարող Աստծուն։ Հատուցում կա։ Աստված օրհնի քեզ։ Մի անգամ եւս եկեղեցի ծնունդը շնորհավոր։ Տիրոջ օրհնությունը հետդ լինի միշտ։ Փառք Աստծուն։ Մենք այսօր պիտի հաղորդություն ընդունենք, բայց մինչև կընդունենք ուզում եմ մի կարևոր բան կա, որ պիտի անենք։ Ով է այսօր առաջի անգամ, եթե առաջի անգամ ես այսպիսի եկեղեցում կյանքը դեռ Տիրոջը չես տվել, խնդրում եմ բարձի ձեռքդ ողջունենք քեզ։ Աստված օրհնի ձեզ։ Ես ձեր ձեռքերը տեսնում եմ, բայց ոչ բոլորին այդ, որովհետև լույսերը մի քիչ ինձ խանգարում են։ Բայց եթե խնդրեմ քեզ, ես իջնեմ ներքև, դու էլ իջնես, մենք այնտեղ իրար հետ ծանոթանանք եւ ամենակարևորը մի աղոթ կանենք, որովհետև այսօր մենք հաղորդություն ենք ընդունելու, բայց մինչև հաղորդություն ընդունելը դու պետք է այդ Հիսուսին ճանաչես, որ իրար հետ հաղորդակցվես։ Դրա համար խնդրելու եմ, եթե առաջի անգամ ես, արի ներքև, մենք մի կարճ աղոթ կանենք իրար հետ, լավ։ Ովքեր համացանցով են նայում կմիանաք մեր հետ, ովքեր առաջի անգամ են։ Տեր օրհնի ձեզ, արեք ծափահարենք իրանց, Աստված օրհնի ձեզ։ Եկեք այսպես շարվեք։ Այսպես շարվեք, բարև ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Օրհնված լինեք։ Հրաշքս օրհնված լինես։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ձեզ։ Գանձ օրհնված լինես։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Օրհնված լինեք շատ։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, օրհնված լինեք, Տեր օրհնի ձեզ շատ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, ես չեմ հոգնի ամբողջ օր ասելով, Տեր օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի, Տեր օրհնի ձեզ, ձեզ էլ թող շատ օրհնի, ձեզ էլ շատ օրհնի, ձեզ էլ օրհնի Աստված, օրհնված լինեք շատ, Աստված օրհնի, ձեզ չեմ բարևել, Տեր օրհնի ձեզ, Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, ձեզ էլ բարևեմ անցնեմ իմ կողմը։ Աստված օրհնի քեզ հրաշք, քեզ օրհնի, ձեզ թող օրհնի Տերը շատ։ Տեր օրհնի ձեզ էլ շատ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Աստված օրհնի ձեզ էլ։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն։ Օրհնված լինեք։ Գնամ են կողմն էլ բարևեմ, Տեր օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ամեն մեկից սիրելիներս։ Փառք Աստծուն ձեր համար։ Տեր օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ։ Գանձես օրհնված լինես։ Տեր օրհնի ձեզ Տերը։ Թող օրհնի ձեզ Տերը շատ, ձեզ օրհնի Տերը, ձեզ էլ օրհնի, ձեզ էլ անպայման օրհնի։ Իսկ քեզ հատուկ հազարապատիկ օրհնություն թող լինի։ Օրհնված լինեք, Տերը օրհնի շատ, Տերը օրհնի ձեզ շատ, Տերը օրհնի ձեզ, օրհնված լինեք։ Աստված օրհնի շատ, ձեզ էլ եւ ձեզ էլ բոլորդ լիքը օրհնված ընեք։ Սիրելիներս, կանչել եմ ձեզ, որ մի աղոթ կանենք իրար հետ։ Տեսեք, աշխարհի ամենամեծ հաղթանակը Հիսուսի ոտքերի մոտ պարտվելն է։ Երբ որ գալիս ես իր մոտ քո մեղքերով, քո խնդիրներով, քո հոգսերով ասում ես քեզ եմ տալիս, ել չեմ ուզում ոչ մեղք գործեմ, ել չեմ ուզում ես հոգսերը։ Ների իմ արած բոլոր մեղքերը, խնդրում եմ, մաքրի ինձ, սրբի ինձ, քո Սուրբ Հոգով մկրտի։
կարճ աղոթք կա, բայց սրտից։ Եթե պատրաստ ես այդ աղոթքին, ես խնդրելու եմ իմ հետ աղոթես։ Դալիճը մեզ կօգնի։ Խնդրում եմ փակի աշկերտ ու մեր հետ կրկնի։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար, բայց երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ։ Աստծո խոսքը ասում է մեկը, որ այս աղոթքը անում է, իր անունը գրվում է կյանքի գրքում։ Ոչ թե նրա համար, որ դու չարչարվեցիր, տառապեցիր, այդ ամեն ինչ արդեն Հիսուսը քո տեղը արել է։ Դու իր արածը ընդունեցիր։ Միակ բանը, որ Աստված ասում է, գնա ու էլ մեղ մի գործի։ Արի ապրենք սուրբ կյանքով, կտեսնես Աստված ոնց է կյանքդ փոխում։ Ամեն։ Աստված օրհնի քեզ, սա փրկության աղոթք է, որ դու արեցիր։ Դու այս րոպեից Քրիստոսի սեփականությունն ես, որովհետև դու քո բերնով ասացիր ես քոնն եմ։ Որովհետև եթե դու Քրիստոսի սեփականությունն ես, կարող ես արդեն Քրիստոսի արյունն ու մարմինը հաղորդակցվել իր հետ, հաղորդություն ընդունել։ Դրա համար ես խնդրելու եմ, մենք ուզում ենք ձեզ պատվենք, առաջինը դուք եք ընդունել հաղորդություն, մի գնացեք, մենք հիմա սեղանները թող կանոնը շարի, մենք հաղորդությանը խոսքը կասեմ, կաղոթենք, կորշնենք, առաջինը ուզում եմ դուք ընդունեք։ Ընդունելուց հետո բաժակը հացը վերցնում եք, սկզբից հացը, հետո բաժակը ընդունում եք, հետո գնում եք մեր եղբայրն ու քույրը այնտեղ են, մենք Աստվածաշնչը ուզում ենք ձեզ նոր կտակարան նվիրենք, համ է ծանոթանանք ձեր հետ։ Ընդունում եք ու իրանց հետ բարձրանում եք վերև։ Համ կհյուրասիրվենք, համ կծանոթանանք, կշփվենք։ Լավ սիրելիներս։ Տերը օրհնի ձեզ, հիմա խնդրեմ կանգնած մնաք։ Մենք հիմա հաղորդությունը կունենանք ու նոր դուք կարող եք բարձրանալ վերև։ Ես ուզում եմ հաղորդության մասին խոսք կարդալ Աստվածաշնչից։ Երբ որ Հիսուսը եւ աշակերտները նստած էին, վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը մի քայլ արեց, որի մասին Պողոս առաքյալը հետո ինքն էլ է շեշտում ու գրում, ես այդ տեղն եմ ուզում կարդամ։ Պողոսը գրում է այսպես, Կորինթացիս թղթում, որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. Արեք երեք, այս է իմ մարմինը, որ ձեր համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիքից հետո բաժակը առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետեւ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք, մինչև որ նա կգա։ Մենք այսօր դա էլ անում ենք։ Մենք ուտում ենք հացը, բաժակը խմում ենք եւ պատմում ենք Քրիստոսի մահը, որ Քրիստոսը խաչվեց, մահացավ իմ ու քո մեղքերի համար։ Պատիժը կրեց, որ մենք այդ պատիժը էլ չկրենք եւ հարություն առավ։ Ամեն։ Դրա համար մենք հիմա կորշնենք այս հացն ու գինին եւ մենք իրար հետ կընդունենք սա։ Կընդունենք, որ Քրիստոսը մեր ներսում լինի։ Ամեն։ Հիմա խնդրեմ պարզես ձեռքերդ օրհնենք սա։ Երկնային արքա մենք քո առաջ ենք բերում այս հացն ու գինին, այս պարգևները, խնդրում ենք օրհնես քո օրհնությունով, որ մենք ընդունելով Տեր Հիսուս քեզ ընդունենք։ Հիսուսի զորավոր անունով մենք օրհնում ենք այս պարգևները ու ուրճակում ենք սուրբ հաղորդություն, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Ես կխնդրեմ ծառայողները կանգնեն իրենց տեղերում եւ խնդրելու եմ ձեզ, առաջին ուզում ենք ձեզ պատմենք, հետո ժողովուրդ պատվենք, հետո ժողովուրդը կգան։ Ուղղակի մոտենում եք, իրանք ձեզ կտան հացը եւ գինին, վերցնում եք, ընդունում եք այնտեղ ու բարձանում եք մեր եղբոր ու քրոջ հետ բարձանում եք վերև։ Աստված օրհնի ձեզ, ամեն ինչ պատրաստ է, եկեք ընդունենք։
Կյանք տվող ջրերի տեղի բացի երկանքի դավասներն ովքեր կարող են օդության հորդարատ անցրել ոցիր ինձ